Հարգելի գործընկերներ, լսելով Գեղամ Մանուկյանի ելույթը քիչ էր մնում արտասվեի, բայց զսպեցի ինձ։ Ինչն է տարօրինակ, պարոն Մանուկյան ասում է, մեզ մեղադրում է հակադաշնակցական բոլշևիկյան պայքարի ժառանգորդներ լինելու մեջ։ Այս լուրջ եք ասում։ Վարդանիկը կոմունիստական կուսակցության վառ ներկայացուցիչ Վարդանիկը Գյումրիում քաղաքապետ ում աջակցությամբ դարձավ մեր։ Հետո էլ մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու համար։ Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցա բոլշևիկյան բանը, դաշինքը։ Ու պարզար Վարդանիկի պես մեկը պետք է ծնվեր այդ այլասերված խաչաձևումից։ Պարոն Մանուկյանը նաև չի գնահատում իմ բարությունը։ Երեք խոստացավ իր անունը փոխել, եթե ես ապացուցեմ, որ եղել է հայտարարություն 3 ավանդական կուսակցությունների, այդ թվում Դաշնակցության, որը դեմ էր անկախությանը, ու չնայած ես մեկը իրեն կոչ արեցի չփոխել իր անունը, եկել է ինձ մեղադրում է սուտ խոսելու մեջ։ Ինչ է ասում պարոն Մանուկյան, ասում է լավ, դե 88 թվին ով էր անկախությանը, կողմ որ։ Մենք, բայց ճիշտ պահին անկախությանը կողմ ենք։ Շատ լավ, ենթադրենք փաստարկներն է, որ 88 թվին դե միայն որոշ փոքր ռոմանտիկների խումբ էր կողմ անկախությանը, հետագայում արդեն Ղարաբաղյան շարժումը փոխակերպվեց անկախության շարժման, դա չէ պարոն Մանուկյանի արդարացումը։ Բայց այդ արդարացումն էլ ախր շատ հեշտ հերքել էլի, որովհետև փաստերը համառ բան են։ Գործում ունի դրոշակ պաշտոնաթերթ։ Բոլոր դաշնակցականները գիտեն ինչ է դա ասեմ ավելին մինչև այս պահը գործող ամենահին թերթերից մեկն է 19-րդ դարում է հիմնադրվել, դա դաշնակցության պաշտոնաթերթն է։ Օրինակ եթե բացեք դրոշակ թերթը այսօրվա, հաստատ չեք տեսնի, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործում է հաջող կամ Անդրանիկ Քոչարյանը լավ մարդ է, չեք գտնի այդպիսի որևէ արտահայտություն, որովհետև դրոշակ պաշտոնաթերթը արտահայտում է դաշնակցության պաշտոնական կարծիքը։ Եվ ինչ էր ասում դրոշակ պաշտոնաթերթը 1989 թվականին։ Օրինակ, ասում էր անկախություն պահանջելը ոչ այլ ինչ է, եթե ոչ արկածախնդրություն եւ հայ ժողովրդին անտեղի տեղը հարվածի տակ դնելու դավաճանություն։ Սա ասում է դրոշակ պաշտոնաթերթը 1989 թվականին։ Ինչ էր ասում նույն հանրահայտ Մարուխյանը, Հրայր Մարուխյան, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ, այսինքն Դաշնակցության թիվ 1 պաշտոնյան, կուսակցական 1989 թվականին, ասում էիք 88-ին ոչ մեկ անկախության համար չէր պայքարում, ես ձեզ բերում եմ 89-ը։ Ինչ էր ասում Մարուխյանը, ծայրահեղ կնկատենք այն ազգայինները, որոնց հակազդեցությունը ի դեպ կհասկանանք, որոնք Երևանի փողոցներուն մեջ Հայաստանի անկախության եւ խորհրդային միութենեն անջատման պահանջներ կդնեն։ Ծայրահեղ էր գնահատում։ Չեք ուզում 89-ը, գնանք 1990, ինչ է ասում Դաշնակցության պաշտոնաթերթը։ Բոլոր հանրապետությունները անկախության իրարանցումի մեջ են, իսկ հայությունը կարող է իր հստակ հայտարարություններով ցույց տալ, որ երբեք չի խզի իր հարաբերությունները ռուս ժողովրդի հետ։ 90-ը բավարար չի, գնանք 91, հասկանում եք, 91 տարի, որում Հայաստանը անկախացել է արդեն։ Չենք կարող ձեռք բերել անկախություն, չենք կարող պաշտպանել այդ անկախությունը եւ չենք կարող միջազգային ասպարեզում համակիրներ շահել մեր անկախության համար։ Էլի 90 թիվ։ 91 կներեք։ Եթե մեր ազգային եւ մարդկային նպատակներին կարելի է հասնել ուրիշ ճանապարհով, ապա ժամանակավոր կամ նույնիսկ ընդմիշտ կարելի է հրաժարվել անկախությունից։ Սա գիտեք ով է ասել։ Ընդհանրապես իմ մեջ բերած հատվածների մեծ մասը ասել է Էդվարդ Հովհաննիսյանը Դաշնակցության մեծերից։ Հաջորդը, էլի 91 թվին է ասվել սա։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի է ունենալու հանրաքվե։ Ինչ կարող է պատահել այդ հանրաքվեից հետո։ Ենթադրենք, թե հայ ժողովուրդը միաձայնությամբ քվեարկեց խորհրդային միության կազմից դուրս գալու օգտին։ Ինչ պիտի դրանից փոխվի։ Նախ նշենք, որ միայն շատ միամիտները կարող են ենթադրել, որ ժողովրդի կամքը կարող է որևէ նշանակություն ունենալ նրա քաղաքական ճակատագրի մեջ։ Ասեմ ավելին, նույնիսկ 92 անկախությունից հետո շատ ավելի լավ կլիներ, որ մեր արտաքին ու ներքին պաշտպանության հարցերը հանձնվեին մեկ ուրիշի, որպեսզի մենք կարողանայինք նախապատրաստվել մեր իրական անկախությանը։ Այս կացությունը կարող է ստեղծվել վերականգնած միության մեջ։ Ուրեմն ինչու մենք չդառնանք միությունը վերականգնելու նախաձեռնողներից մեկը։ Ես հետո կտամ ձեզ բոլոր աղբյուրները։ Հիմա լսեք ժողովուրդ ջան։
Իրականում կարող է հարց ընչի, ինչի եմ ես լավ խորացել 88-89-91 թվերի մեջ, էլի, ինչի եմ խորացել անցած ժամանակներին, խորացել եմ, որովհետև դուք չեք փոխվել, սիրելիներս, որովհետև 91-92-ից հետո ախր գալիս է 2022-ը, եւ ընդունվում է Դաշնակցության հանրահայտ, լավ իմաստով չէ հանրահայտ, 004 շրջաբերականը, որտեղ ասվում է. Անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը, որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը։ Այդ նպատակով անհրաժեշտ է Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում սկսել նոր պայքար։ Նկատի ունենալ նաեւ, որ Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել եւ գործադրել ան։ Աշխատանք տանել, որպիսի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ Նկատի ունեք այդ միության մեջ։ Հաջորդը, այսինքն այլ հատված։ Հայության անվտանգության, զարգացման եւ ինքնադրսևորման համար անկախ պետականությունը անհրաժեշտություն է, իսկ ազնուհայրենիքը գերագույն արժեք։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն նաեւ ենթադրում են անկախության աստիճանի որոշ նվազում։ Չեք կարող վիճել ուղղակի դուք իմ հետ, հասկանում եք, դուք չեք կարող իմ հետ վիճել, որովհետև դուք միշտ դեմ եք եղել Հայաստանի անկախությանը, հիմա էլ եք դեմ։ Բայց ես նաև ունեմ հիպոթեզ, ինչի է այդպես։ Օրինակ, պարոն Մանուկյանն այստեղ խոսեց նաև առաջին հանրապետության մասին։ Եվ ես կարծում եմ, օրինակ, ես երբ որ մեղադրում եմ դաշնակցականներին, ես չեմ մեղադրում առաջին հանրապետության դաշնակցականներին։ Ես մեղադրում եմ ձեզ։ Ինչի՞։ Որտեղ ես կարծում եմ, դուք Ստոկհոլմյան սինդրոմի զոհ եք։ Որովհետև դուք մի անգամ ձեզ բախտ է վիճակվել ղեկավարել Հայաստանը, որը անկախացել է 600 տարի անց, 2 տարվա մեջ անկախությունը, տեսեք, նույնիսկ չեմ ասում մսխել եք, ուղղակի չեք կարողացել պահել անկախությունը, բայց ես ենթադրում եմ, որ դա ձեր վրա անդրադարձել է հետևյալ կերպ, դուք մեղավոր եք ձեզ զգացել եւ Ստոկհոլմյան սինդրոմի մեջ եք ընկել, որ ասել եք, կարող է մենք սխալ ենք արել, որ անկախության համար ենք պայքարել, կարող է պետք էր հանձնվել։ Ու դրա համար խորհրդային միության, ասենք, խորհրդային միության չէ, 50-ական, 60-ական թվականներից դաշնակցության մեջ մտածողության պարադիգմա փոխվել, որ մենք ոչ թե պետք է պայքարենք անկախության համար, այլ պետք է հանձնվենք ու փորձենք ոչ թե պետական երազանքների հետևից գնալ, այլ ազգային։ Ու ձեր դեպքում դուք հակադրել եք ազգայինը պետականին, դա ակնհայտ է դրոշակի հոդվածներից։ Հիմա ժողովուրդ ջան, բան չի, ամոթ չի փոխվելը, ամոթ չի։ Մեր կուսակցությունը մենք փոխվել ենք։ Դուք հաճախ ասում եք, տեսեք, դուք ասում եք մինչև պատերազմը մի բան, հետո մեկ այլ բան, մենք էլ չենք հերքում։ Ասում ենք, այո, ասել ենք, որովհետև պետք է փոխվել, երբ որ դու հասկանում ես այս ճանապարհը։ Սխալա դու գնում ես այս մյուս ճանապարհով, երբ որ դու տեսնում ես իրադրությունը աշխարհի փոխվում է, դու գնում ես այս ճանապարհով։ Մի մնացեք 1960-70-ականների որոշակի կենտրոններից թելադրված նարատիվների տակ։ Մենք ունենք անկախ հանրապետություն, մեր աչքի լույսը, եկեք իրար հետ պայփայենք դա։ Ու նաև ամոթ չի, հենց ասեք, հա, իրար սխալվել ենք, որ Վարդանիկին դարձել են քաղաքապետ, ամոթ է իրոք, որ բանա, պարզվեց կաշառակերության մեջ է մեղադրվում, սխալվել ենք։ Խզեք ձեր դաշնակցային հարաբերությունները բոլշևիկյան կուսակցության հետ։ Նաև պարոն Ավետիսյանը անդրադարձավ ապաշրջափակմանը, էլի հիշեմ, էլի։ Նայեք, քանի կար ասում էիք Վաշինգտոնի պայմանավորվածությունը միակողմանի զիջում է։ Ասում էիք դրանով միայն Հայաստանն է ճանապարհ տալի Ադրբեջանին։ Հիմա բոլորը լսեցիք, որ Ղազախստանից օրեն է գալիս։ Հələ դժվար է գալ ուղղակի ասել, հա, լավ է։ Ի՞նչն է խնդիրը, որ ասեք լավ է։ Ի՞նչն է խնդիրը։ Լավին լավ ասեք, ինչ խնդիր կա դրա մեջ։ Հա, մեկ էլ ինչ վերաբերում է բանին, էլի, եկեղեցուն։ Դուք գիտեք, որ եկեղեցու պարակտման համար մեկ մեղավորներից մեկը դաշնակցությունն է։ Օրինակ, ինչի գոյություն ունի Ամերիկայում, ինչի են տարիներ շարունակ գոյություն ունեցել հակամարտություններ անտիլիասական կաթողիկոսության եւ էջմիածնականի միջեւ։ Կարող է, որովհետեւ անտիլիասականը դաշնակցությունը պահում էր իր ազդեցության տակ։ Հիմա էլ կա։
Սիրելի դաշնակցականներ, ինչու է պարակտում եկեղեցին։ Մի արեք դա։ Մեկ էլ վերջին հարցս։ Հիմա ձեզ հետաքրում է Գարեգին B վեհապարը, որը Կրտիչ Ներսյանն է։ Ունի երեխա, թե չունի։ Չի հետաքրում ընդհանրապես ձեզ։ Եթե պարզվի ունի, ձեր համար խնդիր է դա, թե չէ։ Կարող այդ հարցին պատասխանեք մինչև այդ մյուս ձեր մեղադրանքները։ Ինչևէ, Տիկին Վարդան, կրկին շնորհավորում եմ ձեզ ծննդյան կապակցությամբ, ամենայն անկեղծությամբ մաղթում եմ ձեզ երջանկություն, հուսով եմ ես եւ դուք միասին ականատես կլինենք մեր բոլորի աչքի լույսի, անկախ Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։